Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Հռոմեական կայսրության պատմության ողջ ընթացքում միակ օտար տիրակալը կամ գահակալը, ով հաղթահանդեսով է մտել Հռոմ, դա մեր հայրենակիցն է։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Տրդատ առաջի Արշակունի արքային։ Մեր հաղորդման հյուրերն են Երևանի Պետական Համալսարանի Սփյուռքագիտության ամբիոնավարիչ պատմագիտության դոկտոր Արման Եղիազարյանը եւ Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի դասախոս պատմագիտության տեխնացու Ավետիս Հարությունյանը։ Բարի գալուստ հարգելի բարեկամներ, շնորհակալություն հավերել ընդունելու համար։ Պարոն Եղիազարյան, փաստորեն Արտաշեսյան թագավորության, այսպես ասած, անկումից հետո բարեբախտաբար մեր հայրենիքում պետականությունը չվերացավ։ Թե մեր պետության ներսում տերության, ոչ արդեն պետության, այլ տերության ներսում արկա ռազմաքաղաքական ուժերը, ինչպես նաև դաշնակցելով դուք արդեն մանրամասը կասեք, կարողացան շատ կարճ ժամանակում վերականգնել նորից պետականությունը կամ թագավորությունը եւ արդեն Արտաշեսյան արքայատոհմին կամ դինաստիային փոխարինելու եկավ Արշակունյացը, իդեմս մեր այսօրվա հաղորդման հերոսի Տրդատ առաջինի։ Առաջին դարը հայոց պատմության ամենահետաքրքրական դարաշրջաններից մեկն է, քանի որ այդ դարի առաջին 50-ամյակին երկու գերտերությունները, Հռոմեական կայսրությունն ու Պարթևական տերությունը պայքարում էին։ Ներկա տերմինով Արևմուտքն ու Արևելքը։ Արևմուտքն ու Արևելքը պայքարում էին Հայաստանում սեփական դրածոյին գահին դնելու համար։ Եվ այդ պայքարում փոփոխական հաջողություններով մինչև 53 թվականը տարբեր ուրեմն մարտիկ են իշխել հայկական գահին, վերջինը կամ նախավերջին, որտեղ մի անգամ Տրդատի գահակալման ժամանակ Տիգրան 6-րդը գահին կգա, 52 թվականի դրությամբ Հայաստանում իշխում էր վրաց արքայական տոհմից Ռադամիստը, այսինքն եւ դա ռոմեական դրածո էր։ Այդ վիճակում 52 թվականին կշեռքի նժարը թեքվեց հօգուտ Պարթևական տերության, դատելով ռոմեական աղբյուրների որոշ տեղեկություններից, ապագա հայոց թագավոր Տրդատը եղել է երեց կամ ավագ որդին ընտանիքում, բայց իր ավագության իրավունքը, այսինքն Պարթև գահին նստելու իրավունքը զիջել է ուրեմն եղբորը Վաղարշին, որն էլ գրավելով Հայաստանի հաջողությամբ կներկայացնելով Տրդատ առաջինը կարող է լինել Պարթևական տերության թագավոր։ Այո, բայց սա ռոմեական աղբյուրների տեղեկություններ, դժվար է ասել ինչքանով է ճշգրիտ, բայց այս տեղեկությունը ռոմեական աղբյուրներում կա։ Եվ ասում եմ Վաղարշը, որպեսզի պարտահայտույց լինի եղբորը այդ ուրեմն զոհաբերության համար, եղբորը համար առանձին գահ նախապատրաստեց եւ դա հայկական գահն էր։ Մյուս եղբայրը Բաքուրը իշխում էր մեդիայում կամ Ատրպատականի հատվածում հիմնականում եւ փաստորեն 52 թվականի Պարթևական զորքը ռազմակալեց հայկական լեռնաշխարհը եւ հայկական գահին նստացրեց Տրդատ արշակում։ Այսինքն ակնհայտ է, որ մենք ունենք, որը մեր շահերից էր բխում։ Մեր շահերից էր բխում, ռոմեացները ինչպես են ասում։ Այսպեսի տպավորություն չստանա հերոստատիտողը, որ ռազմակալեց եւ իր դրածոյին դրեց։ Եկեք պատմական, այսպես պատմականությանը հարազատ մտանք 52 թվականի դրությամբ Հայաստանը ռազմակալվել է։ Հիմա սա դարձել է մեծ թագավոր, իր տոհմը հետագայում հայացել է, այս ամեն ինչը այո։ Բայց այդ բառն է կարևորը, որ Արշակունյաց տոհմը հայացվեց։ Անխոս, հայացավ։ Ինքնըստինքյան երևույթ էր հայանալը, բայց հիմա 52 թվականի դրությամբ Պարթևական զորքը ռազմակալել կամ գրավել է Հայաստանը եւ գահին նստացրել է ուրեմն իր եղբայր Տրդատին։ Ըստ որում ռոմեացի պաշտպանությունները խոստովանում են, որ հայ ավականին հենց Պարթևների կողմնակիցն էր։ Ուզում էր, որ Պարթևների դրված կողմից ներկայացված մարդը լինի հայոց թագավոր, քանի որ իրենք ասում են պատճառը, հայերը ասում են Պարթևների կողքին էին ապրում եւ նրանց էին նման ավանդույթներով եւ սովորություններով։ Այսինքն ըստ էության հայկական իրականությունը բավական մոտ էր կանգնած Պարթևականին եւ այնտեղից Արշակունի թագավոր հրավիրելը բավական խոստումնալից էր։ Կամ մի հետաքրիր ավանդություն հայկական իրականության մեջ, դա որպես կանոն 5-րդ դարի պատմիչներից Փաստոսին է բնորոշ, նա նույնիսկ Արտաշեսյաններին երբեմն կոչում է Արշակունի։ Այս ավանդության մեջ, եթե խորքերը չմտնենք, ապա կա մի հստակ բան, Արշակունիները այնքան հարազատ էին հայկական միջավայրին, որ նույնիսկ շատ սիրելի Արտաշեսյան տոհմից Տիգրանը համարվել է Արշակունի Փաստոս Բուզանդի ստեղծագործությունում։ Եվ փաստորեն Տրդատի գահակալությամբ հայոց պատմության մեջ սկսվեց նոր էպոխա, Արշակունյաց էպոխան, դարաշրջանը, որը հայոց պատմությանը մատուցեց հսկայական նվերներ, հսկայական գյուտեր, դրանցից մեծագույնը գրերի գյուտներ, Արշակունյան դարաշրջանը, քրիստոնեության ընդունումը եւ այլն։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան, ինչքան տեղյակ եմ,
հռոմեական կայսրության այդ գորոս եւ հպարտ հռոմեական կայսրության ռազմական պատմության մեջ, որը համոզված էին հռոմեացիները, որ իրենք են ու աշխարհն է եւ ամբողջ աշխարհը պետք է իրենց հլու հնազանդ հպատակը լինի։ Մի քան այդ 2 թե 3 անգամ են ինչ որ այդ նման աշճան ծանր պարտություն կրել եւ ամենից այսպես ասած սարսափազդուն հենց հայ պարթևական զորքերից մեր Տրդատ առաջինի ժամանակաշրջանում այդ հռեանդեի ճակատամարտն է եւ որպես այդ ճակատամարտի արդյունք նաեւ կամ հետևանք նաեւ այդ խայտարակ ձևով հռոմեացիները այդ բառից գուցե եթերային չլինի, բայց ստորացուցիչ որպես պարտված ճակատագրի արժանացան, չէ՞։ Ուրեմն հռոմեացիները արևելքում մինչև Հռանդեայի ճակատամարտը նախ պարտվել էին Արածանիում Տիգրան Մեծի ժամանակ 68 թվականի սեպտեմբերին եւ հետո Խառանի ճակատամարտի ժամանակ սա երրորդ այսպես խայտարակ պարտություններ արևելքում հայտնի է որ 61 թվականին կնքվել էր Մծբինի զինադադարը Հռոմի եւ Պարթևստանի միջև եւ Ներոնը այդ զինադադարը չէր վավերացնում նա դեռևս հույս ուներ որ կարող է արևելքում վերականգնի Հռոմի գերիշխանությունը եւ որոշում է տաղանդավոր զորավար Դեմետրիոս Կորբուլոնի փոխարեն ուղարկել արևելք մեկ ուրիշ զորավարի, որը հետո կպարզվի որ շատ ապաշնոր անտաղանդ զորավար էր Պետոսը։ Կամ էլ հայ զորավարներն էին շնորհալի։ Հայ զորավարները շնորհալի էին, բայց ուշտեղ գնար հաղթանակներ տալիս Հայաստանում պարտվեց։ Պետոսը մեծամիտ, գոռոզամիտ եւ անտաղանդ ապաշնոր զորավար էր։ Հռոմեացիների 4-րդ, 5-րդ, 11-րդ լեգիոնները Պետոսի գլխավորությամբ, իսկ Պետոսը Գաղաթիայի եւ Կապադովկիայի ուրեմն կուսակալն էր, Մելիտինե քաղաքի մոտից անցնում է Եփրատ գետը, մտնում է Ծոփքի տարածք, մտնում է Խարբերդի դաշտ, նպատակը որն էր, նա ցանկանում էր Տավրոսյան լեռների վրայով անցում կատարել դեպի Աղձնիկ, գնալ դեպի Տիգրանակերտ եւ այնտեղ հաստատվել։ Եվ ինչպես հռոմեական հեղինակներն են նշում, ասում է դեռ սահմանին չմոտեցած նա արդեն հերագիր է նամակ է տալիս Ներոնին, որ ինքը արդեն նվաճել է Հայաստանը, Հռոմում մեծ ուրախություններ են կազմակերպում, նույնիսկ դրամներ են հատվում, Ներոնը հռչակում է իրեն իմպերատոր տիտղոսով, բայց անակնկալ ձևով ուրեմն Պարթևա հայկական զորքերը Տրթատի, ինչպես հռոմեական աղբյուրներն են նշում, Տիրիդատեսի եւ Վաղարշ առաջինի գլխավորությամբ շրջապատում են Հռանդիա կոչվող Երրանդ կոչվող բնակավայրի մոտ ամբարտավաններին իրենց արժանի եւ նրանք ստիպում են որպեսզի հռոմեացիները անցնեն նիզակներից պատրաստված ուրեմն այսպես թեք վիճակում նիզակները հենել են եւ ծնկաչոք ստիպել են որպեսզի հռոմեացիները անցնեն նիզակներից պատրաստված այդ լծի տակով մեկ ուրիշ ստորացում է կատարվել Հռանդեայի ճակատամարտում, որի մասին ճիշտ ասած քիչ է խոսվում։ Ուրեմն Վաղարշը, Վոլոգեսը, ինչպես հռոմեական աղբյուրներն էին նշում, Վոլոգեսը ստիպել է որպեսի հռոմեացի այդ անվանումներով Վաղարշը, ուրեմն ստիպել է որպեսի Արածանի գետի վրա հռոմեացի այդ զինվորները կառուցեն կամուրջ, եւ ինքը փղի վրա նստած դիտել է, թե ինչպես են նրանք այդ աշխատանքը կատարում, այսինքն ցույց է տվել իր հզորությունը, իր գերիշխանությունը եւ որոշ ժամանակ մնալուց հետո փղի վրա նստած հեռացել է։ Հետագայում այդպես էլ պետք է դասը։ Հետագայում այդ կամրջի կենտրոնական հատվածը քանդում են եւ Կորբուլոնը, երբ որ նորից հետ է վերադառնում Պետոսի սխալները ուղղելու նպատակով, բանակցություններ են ընթանում արդեն Կորբուլոնի եւ Պարթևահայկական ուժերի միջև, այսինքն այդ միջանկյալ հատվածը քանդված վիճակում մի կողմը կանգնում է կամրջի մյուս հատվածում, մյուս կողմը հակառակ կողմում եւ այդ միջնամասի անջրպետը որպես բանակցություններ վարելու այսպես խորհրդանիշ հետագայում անց են կացնում բանակցություններ։ Իսկ այդ նիզակների հետ կապված պահը, պարոն Հարությունյան։ Նիզակների պահը ես նշեցի, որ լուծ են սարքում, այսինքն նիզակները հենում են մեկը մյուսին ընդհանուր որոշակի երկարությամբ եւ ստիպում են որ ծնկաչոք նրանք անցնեն այդ լծի տակով եւ ասում է այնքան մեծ է եղել հռոմեական բանակի խառնաշփոթությունը որ նրանք մեկ օրում նահանջել են 62 կիլոմետր մեկ օրում 62 կիլոմետր եթե բանակը նահանջի դա նշանակում է որ հետագա օրերին նա ի վիճակի չի լինի
մի տեղից մյուս տեղը տեղաշարժվել։ Այսինքն հայ-պարթևական բանակը զինուժը այն աստիճան է ջախջախից պարտության մատնել հռոմեական այդ աշխարհատես իբր թե տերության զորքերին, որ նման ստորացուցիչ այդ նիզակների լծի տակով անցնելու պայմանին սիրահարժար համաձայնվել են։ Կոտորվել են կամ այդ գնով փրկվել։ Որտեւ նման դեպքեր էլ հին արևելքի պատմության մեջ հազվադեպ են, չէ՞։ Այն էլ հռոմեական բանակի հետ Այն էլ այո, ես նման երկրորդ դեպք եղել է, որ հռոմեական բանակին ստիպեն նման քայլի գնա։ Նիզակների լծի տակով մի փոքր ավելի ուշ ու ավելի ստորացուցիչ բան եղել է 161 թվականին, երբ որ Եղեգիսի ջերմուկների մոտ ճակատամարտ է եղել, փետրվարի 29-ին եւ 30-ին այդ ճակատամարտում դարձյալ հայ-պարթևական ուժերի կողմից կրած ծանր պարտության պատճառով կրկին հայ-պարթևական հռոմեացիները ստիպված են եղել տոմարի փոփոխություն կատարել։ Այսօր որ փետրվար ամիսը աղճատված ամիս է, բաղկացած է 28 օրվանից, բայց նահանջ տարվա դեպքում 29-ը։ Այդ հարցում էլի մեղավորը հայերն ու պարթևներն են եղել, որովհետև այնպիսի երկու օրյա ճակատամարտում այնպիսի ջարդ են տվել հռոմեացիներին, որ նրանք Հուլիոս Կեսարի տոմարը փոփոխել են եւ այդ երկու օրը պատմության միջից հանել շպրտել են։ Այդ գաղտնիքն էլ իմացանք փետրվար ամսվա շնորհիվ հայ-պարթևական այդ ռազմական փառքի հաղթանակի։ Պարոն Եղազարյան, ռազմական գործողությունից փոքրինչ տեղափոխվենք, այսպես ասած, խաղաղ շինարարություն։ Տրդատ առաջինը նաև պատմության մեջ մնացել է որպես պետականաշեն, տնտեսության վերականգնող, երկիր կառուցող, բարգավաճող եւ իհարկե այդ ոլորտներում այդ ուղղությամբ նրա կատարած աշխատանքների թագուպսակը դա մայրաքաղաք Արտաշատի վերականգնումն է եւ Գառնիի տաճարի կառուցումը։ Այսինքն Տրդատը իրենից հետո թողել է մինչև 2000 տարի շուտ արդեն կա, իրենից հետո թողել այնպիսի մի մնայուն հուշարձան, ինչպիսին Գառնիի տաճարն է։ Տեսեք, ինքը նոր թագավորության հիմնադիր որպես Տրդատը առաջինը այնպիսի գործողություններ իրականացվեց, որ հայկական ավանդության մեջ, հատկապես խորհրդանացու պատմության մեջ, շատ հաճախ նրա արածը այսպես հյուսկեն ձևով ներկայացված է Արտաշես առաջինի հարվածի հետ միասին։ Շատ հաճախ անհրաժեշտ է լինում այս երկու գաղակալների արածները ստորաբաժանել, հաճախ երկուսը էլ Վաղարշակ անունով հիշատակվում են եւ հասկանալ այլ աղբյուրների տեղեկությունից հասկանում ենք, որ այս գործը վերաբերում է Արտաշեսին, նա Տրդատին։ Հիմա Տրդատի հետ կապված պետք է հիշել առաջին եւ կարեւոր բանը պետության ռազմական շինությունը։ Կուսակալությունների համակարգը ըստ խորհրդանացու վերագրելի է հենց Տրդատ առաջինին։ Ոչ թե բդեշխությունների, այլ հենց կուսակալությունների։ Ասում եմ մեկը մեծ գետ քուրի գծով էր անցնում, մյուսը Հայաստանի հարավ-արևմուտքով էր, մյուսը հյուսիս-արևմուտք, հարավ-արևմուտք, հյուսիս-արևմուտք եւ հարավ-արևելք։ Այսինքն այսպեսի 4 ոչ թե հարավ-հյուսիս-արևելք-արևմուտք, այլ հյուսիս-արևմուտք, հարավ-արևմուտք, հյուսիս-արևելք, հարավ-արևելք այս գծեր։ Ավելի բնական պայմաններին էր հարմարեցրել։ Այդ մեկ, երկրորդը իշխանական տոհմերին այս կամ այն պաշտոնների վրա դնելը եւ այլն։ Նույնիսկ խորհրդանացին սկսում է այստեղ ստեղծագործել գնունիների անունը կապում է գինի ունի, գինիի հետ է կապում, արծունիները որպես ասում է հայոց բանակի դեմից արծիվ տանող արծիվունի էին եւ այլն, այսինքն բոլոր նախարարական տների վերելքը եւ պաշտոնների նշանակումը կապում է Վաղարշակ Տրդատ առաջինի հետ։ Ակնհայտ է որ գործ ունենք դարակազմիկ անձի հետ։ Պարզ է նոր թագավորություն է նոր կարգերով։ Եվ այս հսկա գործից հետո պարզ է որ կամ դրան զուգընթաց պետք է իրականացնել նաև մի կարևոր գործ, ավերված էր մայրաքաղաքը։ Կորբուլոնը ուրեմն 58 թվականին ասում է երբ որ գրավել էր Արտաշատը, այնտեղ երկընտրանքի առաջ էր կանգնել, ասում է ամրությունները այնքան ընդարձակ էին, որ ինքը ստիպված էր ունել զորքից մի մեծ զանգված թողնել Բերդում որպես կայազոր։ Եվ հիմա այդ երկընտրանքը Կորբուլոնի համար հետևյալն էր. այդքան զորք արժի թողնել քաղաքում, թե ավելի լավ է ամբողջ զորքը հետը վերցնել տանել։ Այդ պարագայում ամրությունը դատարկ թողնել չի կարող, որովհետև թշնամին կնստի ներսում։ Դրա համար քանդել են քաղաքը։ Հիմա մայրաքաղաքն ավիրված է, ինքն էլ նոր մայրաքաղաք չէ։ Զինվորականի համար անպատվաբեր քայլ է կատարել այդ հռոմեացի Կորբուլոնը։ Ստրատեգիական քայլ արել, թիկունքում դատարկ ամրություն չի թողել։ Բոլոր դեպքերում այս գնահատման խնդիր է, նայած ինչպես ենք վերաբերվում հարցին, բոլոր դեպքերում Տրդատի 64 թվականի դրությամբ, երբ որ նա ճանապարհ էր ընկնում դեպի Ռոմ, մայրաքաղաքն ավիրված էր։ Եվ շատ պատմաբանների ճշգրիտ գնահատականով որպես ռազմատուգանք Ներոնը հոգած ճանապարհի ծախսերը եւ մայրաքաղաքի վերականգնման ծախսերը։
Բոլոր դեպքերում բավական մեծ գումարով Տրդատը վերադարձավ եւ ըստ հռոմեացի հեղինակների վերականգնված Արտաշատը Ներոնի անունով կոչվեց Ներոնեա։ Հիմա ինչքանով է դա ճշմարիտ, թողնենք հռոմեացի հեղինակների խղճին, որտեղ այնտեղ ուրճացումները ստերը բավական մեծ տոկոս են կազմում, բայց բոլոր դեպքերում վերականգնվեց հռոմեական փողով։ Պարտված հռոմեացիների թողածի շարունակությունը։ Հռոմեական փողով։ Հիմա երկրորդը Գառնու ամրոցի մասին է խոսքը, որի մոտ կա պահպանված նաև արձանագրություն, թագուհու նվիրված մեծ ամրոցի շինարարության կամ վերականգնման մասին է խոսքը Տրդատի թագավորության 11-րդ տարում։ Թագավորությունը հաշվելով 66 թվականից։ Այսինքն եւ տաճար եւ ամրոց։ Դե ամրոցին կիցել տաճարը պետք է լիներ, որովհետև դատելով մասշտաբներից Գառնի տաճարը ամրոցի համեմատությամբ բավական փոքր մի շինություն է եղել, այսինքն հիմա է դա որպես հսկայական բան նկատում, բայց այն ժամանակվա մասշտաբների առումով նա մի հերթական տաճար ոչ գլխավոր աստվածին նվիրված, այլ քանի որ միակ պահպանված տաճարն է։ Բայց բոլոր դեպքերում դրա եւ ամրոցի շինությունը թվագրվում է Տրդատի թագավորության 11-րդ տարով, որը հաշվելով 66 թվականից ստանում ենք 77 թվականը իդեպ, քանի որ ըստ խորենացու նա գահակալել է 22 տարի, 22-րդ տարին էլ ստացվում է 88 թվականը։ Այսինքն ի սկզբանե գահին նստելով 52-ին եւ վերջնականորեն միջազգային ճանաչում ստանալով 66-ի կողմերը, նա թագավորել է 22 տարի եւ տարբեր հաշվարկներով երբեմն բերում հասցնում են մինչեւ 77, երբեմն մինչեւ 88, բայց բոլոր դեպքերում կարծես է ճշգրիտ է 88 թվականը մինչեւ իշխելու պնդումը։ Այնպես որ Գառնի տաճար, Գառնի ամրոց այդ տարածքում մեծ շինարարությունը 77 թվականի իրադարձություն է եւ ի վերջո նաեւ քանի որ նաեւ սա էլ պետք է ասել նրա հուշկու հակահարվածը Հայաստանը եւ Ատրպատական ասպատակող հյուսիսային ցեղերի նկատմամբ նա ուրեմն հաշվի առնելով տեսարից ցեղերի հետ ճակատամարտում պարտության մատնեց եւ կարողացավ Հայաստանի սահմանների հյուսիսից ամրապնդել դա 72-74 թվականներին էր։ Իհարկե, պարոն Եղազարյան, կանոնի կթաթեմ, իհարկե բազմաթիվ նմանատիպ կառույցներ եւ մեծ գործեր է պետք է պայման Տրդատ առաջինը կատարած լինի, ուղղակի Գառնի տաճարն է պահպանվել կամ այդ ամրոցի այդ մնացորդներն են պահպանվել, սակայն համոզված ենք, որ բազում ամրոցներ եւ տաճարներ կառուցած այո, պետք է Գառնի լինեն։ տաճարը հրաշակերտ այդ բանը, որպես այդ դարաշրջանից հասած գրեթե միակ Դե 20-30 տարվա ընթացքում Տրդատ ուրիշ գործ կար, դա իհարկե չի։ Բայց ասենք, եթե ասենք համեմատության մեջ նես Արտաշատի վերականգնման հետ կամ Գառնի այդ հսկա, ասում է, այնտեղ տասնյակներով աշտարակներ ունեցող ամրոց էր հսկայական, դրա այդ համեմատելու մեջ մասշտաբների հսկայական տարբերություններ կան։ Ցավալիորեն Արտաշատը եւ Գառնի ամրոցը չեն պահպանվել։ Գառնի մասամբ պեղված է, այո, բայց Գառնի տաճարը Փառք Աստծուն որ հասել է մինչև մեր օրերը եւ հիացնում է բոլորին, բոլոր դեպքերում էս է նրա մեծ շինարարական ձեռքբերումները նույնպես։ Պարոն Հարությունյան, արդեն պարոն Եղազարյանը Ներոնի մասին հիշատակեց։ Ձեր նախորդ խոսքը շարունակենք, այդ Հռանդիայում ջախջախից պարտություն կրելուց հետո Ներոն Հռոմի կայսր Ներոնը, որը բոլորս գիտենք կամ ըստ հասած աղբյուրների, որ իրենից այն կողմ ոչ մեկի չեր ընդունում կամ ճանաչում, ստիպված եւ ճարահայցալ մեծ հայքի արքա, փաստացի արքա Տրդատին հրավիրեց Հռոմ։ Այդ Հռոմ այցը դրա նշանակությունը ինչ տեղի ունեցավ։ Ուրեմն ինչ օգուտ եղավ վերջի վերջո։ Ուրեմն դեպքերը այսպես դասավորվեցին Հռանդիայի պայմանագրի ժամանակ, երբ որ 64 թվականին բանակցեցին, պիտի պայմանավորվեին, թե հետագայում ինչ պիտի արվի, ուրեմն Հռանդիայի դաշտում հավաքվում են պարթևահայկական եւ հռոմեական զորքերը, բերում են Ներոնի Կիսանդրին, դնում են դաշտի մեջ, Տրդատը իր գլխից հանում է թագավորական խույրը, ապառոշը, դնում է ուրեմն Ներոնի այդ Կիսանդրու առջև եւ բարձրաձայն հայտարարում է, որ ինքը իր թագը կստանա Ներոնից, երբ որ ինքը մեկնի Հռոմ եւ այնտեղ Ներոն կայսրը նրան թագադրի որպես Հայաստանի գահակալ։ Հռոմեական պատմագրության մեջ այս պահը նույնիսկ գնահատանքի է արժանացվել, ուրեմն Տրդատին կոչել են ուրեմն Տրդատ աղաչավոր, այսինքն Տրդատը իբր
Կիսանդրու առաջ աղաչեց, խնդրեց, որ Ներոնը հետագայում իր թագը հանձնի ուրեմն Հռոմում։ Ինչ աղաչելու մասին է խոսքը, թե դրանից առաջ հռոմեական բանակներոնի զորքին նիզակների լծի տակով է։ Ընդ որում Հռանդեայում բանակցություններ սկսելը իր նպատակն ուներ։ Տրթատը ինչու համար պահանջեց, որ Հռանդեայում կնքվի այդ պայմանագիրը։ Ուրեմն Տրթատը ցանկանում էր հռոմեացիներին ցույց տալ, որ ինքը իր թագը ստանում է հաղթանակի միջոցով։ Իսկ հռոմեացիները ինչու համաձայնվեցին Հռանդեայում։ Նրանք էլ ցանկանում էին, որպեսզի իրենց այդ անպատվաբերության խարանը իրենց վրայից մաքրվի։ Դրա համար երկու կողմի համար էլ Հռանդեան ձեռնտու էր։ Ասենք Հռոմ այցելության։ Ուրեմն այցելության մանրամասն նկարագրությունը տալիս է հռոմեացի պատմիչ Դիոն Կասիոսը։ Ուրեմն հետաքրքիր տեղեկություններ կան։ Նա ուր է հակիրճ ընդհանուր գծերով ներկայացնեք ժամանակը։ 3000-անոց պատվիրակություններ, պատվիրակության մեջ միակ կինը եղել է Տրթատի կինը, մնացած բոլորը տղամարդիկ են եղել, ընդ որում կինը գերադասել է տղամարդկանց հավասար ձիով ճամփորդել, հետո Հռոմում իհարկե նրան տրամադրում են կառք, ուրեմն տղամարդկանց հավասար ինքը 3000 հոգանոց այդ պատվիրակությունը մեկնել է Հռոմ, մեկնել է ցամաքային ճանապարհով, ինչու ցամաքային, որովհետև Տրթատը զրադաշտական կրոնի քուրմ էր, իսկ ծովով երկարատև ճամփորդությունը սրբապղծություն էր համարվում, որովհետև կարող էին աղտեղություններով լցնել ծովը։ Ուրեմն ամբողջ ծախսը հոգում էր հռոմեական արքունիքը, մեկ օրվա ծախսը կազմել է մոտարապես 200,000 դրաքմե հունական դրամական միավորով, որը հռոմեական դրամական միավորով կազմում էր 800,000 սեստերց։ Նախ մեկնում է Իտալիայի հյուսիս, այնտեղ նրան դիմավորում է Նապոլի քաղաքում դիմավորում է Ներոնը, դա էլ է հազվադեպ երևույթ մեջ, որ Հռոմում չի դիմավորում, այլ Ներոնը նրան տանում է գազանամարտիկների մրցույթ, ուզում է ցույց տալ, թե ինչ հետաքրքիր բաներ կան արևմուտքում, Հռոմում, որ չկա արևելքում։ Գազանամարտիկների մրցույթի ժամանակ հետաքրքիր է, որ Տրթատը ինքն է ցանկություն հայտնում նաև մասնակցել։ Ներոնը զգուշանում է, մտածում է, որ եթե մի բան պատահի, ինչ պատասխան պիտի տա եղբորը Վաղարշին, բայց այնուամենայնիվ Տրթատը տեղից կարողանում է ուրեմն նետահարել եւ վարսել միանգամից Դիոն Կասիոսն է այդ մասին նշում, վարսել միանգամից 2 ցուլ, թե ինչքանով է այդ փաստը հավանական, թե անհավանական, բայց համենայն դեպս դա հռոմեացի պատմիչն է նշում։ 2 ցուլը միանգամից տապալվում են ուրեմն այդ արենայում եւ Տրթատն արժանանում է հռոմեական հանդիսատեսի ջերմ ուրեմն Կարևորը որ Տրթատը Հռոմի կողմից ճանաչվեց որպես անկախ տերության թագավոր։ Ուրեմն նախապես որոշված էր, որ պետք է համապատասխան օրը լիներ այդ թագադրության օրը, բայց եղանակը անպամած է լինում։ Ներոնը հետաձգում է այս թագադրության օրը, ցանկանում է, որ ավելի արևոտ եղանակ լինի, որ շատ մեծ քանակությամբ ժողովուրդ հավաքված լինի ֆորումի հրապարակում։ Վերջապես այդ օրը գալիս է, հարթակի վրա տեղադրած են լինում 2 գահ, մեկ ավելի բարձր, մյուսը ավելի ցածր, բնականաբար բարձրը նախատեսված էր Ներոնի համար, ցածրը Տրթատի համար։ Տրթատը պահլավերեն լեզվով, ուրեմն ձեռքերը այսպես կրծքին խաչած, ծնկաչոք մոտենում է Ներոնին եւ արտասանում է, որ ես Տրթատն եմ, Վաղարշի եղբայրը Արշակույնների տոհմից, եկել եմ քեզ որպես մի հրաստու երկրպագելու եւ ստանալու հայոց գահը։ Ներոնն է լատիներենով պատասխանում է, որ ինքը Ներոնն է եւ պատրաստ է ուրեմն Տրթատին թագադրել որպես Հայաստանի թագավոր։ Մի հետաքրքիր փաստ, որ ուրեմն հռոմեական ողջ գանձարանի կարողությունը կազմել է այդ ժամանակ 800 միլիոն սեստերց, դրա ուղիղ կեսը 400 միլիոնը նախատեսված է եղել հայկական պատվիրակության համար, այսինքն գանձարանի ուղիղ կեսը ծախսվել է 9 ամսվա ճամփորդության եւ այդ բոլոր տոնակատարությունների համար։ Մեր տնտարաչինը սնանկացրել է հռոմեական կազմությունը։ Հա, իրոք երևի սնանկացրել է եւ այդ օրը թագադրության օրը Հռոմի պատմության մեջ հայտնի է դարձել որպես ոսկե օր։ Եվ այդ ամենով էր կազմակերպել Հռոմի պատմության մեջ աննորմալ, ամենաայլասերված կայսրերից մեկը Ներոնը, որը սպանել էր իր մորը, սպանել էր իր եղբորը, սպանել էր իր մտերիմներին, տիրացել էր գահին եւ այս Ներոնը ստիպված եղավ ճանաչել իրեն հաղթած Հռոմեական հայտարարած հայկական թագավորությունը։ 1000 տարվա մոտարապես պատմության ընթացքում այսպիսի երկրորդ դեպքը չի եղել։
եւ այսպիսի ընդունելությունը կազմակերպվել է հայոց թագավորի պատվին, որը խոր կնիք է թողել հռոմեական պատմագրության մեջ։ Շնորհակալություն, պարոն Եղազարյան, եւ ամփոփելով հաղորդումը, ձեր սկզբում ասած խոսքը շարունակեք, Արշակունյաց հիմք դրվեց, դուք քրիստոնեության գրերի գյուտի մասին ասացիք եւ շատ դիպուկ նշեցիք, որ արշակունիները հայացան կամ հայացվեցին։ Այստեղ կուզեի մի փոքր խոսել Տրդատ առաջինի կերպարի մասին։ Պարոն Հարությունյանն ասեց, եւ դուք ռոմեական աղբյուրներում դա կհանդիպեք, ծնկաչոք մոտենալը եւ այլն, բայց դատելով ամեն ինչից, այս ամեն ինչի մեջ հեքիաթի չափաբաժնը բավական մեծ է։ Ֆոլկլոր, ռոմեացիները, այո, նրանք սիրում են այդպիսի բաներ եւ հիմա փորձեմ մի քանի օրինակով ցույց տալ, որ իրական այս կերպարը ռոմեացիների համար էլ շատ սիրելի է եղել, քանի որ եղել է հպարտ եւ արդարացի հպարտ։ Իրենք ասում են, որ ռոմեացի պատմիչները իրենք էլ Ներոնին չեն սիրում եւ ասում են, որ Տրդատը տեսավ Ներոնի այդ ամբողջ ոչնչությունը, ասում է ցավ արտահայտես, որ Կորբուլոնի նման տաղանդավոր զորավարը ծառայում է Ներոնին։ Կորբուլոնին ուզում էին դարձնել նաեւ կայսեր։ Երկրորդը, ասում է, երբ որ Ռոմում իրեն տանում են մարտի, որպեսզի դիտի գլադիատորների մարտը, ասում է մեկը մյուսին, որ գետին է գցում եւ սկսում է խփել, Տրդատը ասում է բողոքեց, ասեց ընկածին խփելը արդար չէ։ Այսինքն, այսպիսի անձին նրանք սկսել են գնահատել եւ նաեւ սիրել։ Ռոմեացիները նրան են վերագրում նաեւ պետության համար անչափ կարեւոր մի պետության հզորության համար անչափ կարեւոր մի բանաձև։ Ասում է Տրդատը եղբորը շտապեցնում էր, որ գա իրեն օգնելու Վաղարշին եւ ասում էր անգործությամբ չեն պահպանվում մեծ պետությունները, այլ մարդկանց եւ զենքի մրցակցությամբ։ Հանճարեղ խոսք է սա։ Եվ մեր խորենացու պատմածը, ասում է իր արքունիքում իրենքից մեր օրերում էլ ուսուցողական։ Ասում է հատուկ մարդ կար նրա համար, այն դեպքերի համար, երբ որ ինքը ասում է հանկարծ անարդարացի կամ չար բան աներ, այդ մարդը նրան պետք է հուշեր, որ ինքը անում է անարդարացի եւ չար բան։ Որովհետեւ թագավորը ինքը իրեն կարգի հրավիրեր։ Եվ այսպիսի կերպարը, որը փաստորեն օժտված է մարդկային վեհ կարողություններով, արդարության, իմաստության մեծ, այսպես չափաբաժնով, բազում է հայոց գահին եւ բարձր որ հայոց գահին բազմելով պետք է որթեգրի մի ճանապարհ, աշճանաբար իր տոհմը հայացնելու։ Դա կլինի ամուսնությունների միջոցով հիմնականում, բայց սկզբի փուլում պետք է հիշենք, որ իրականում հայոց թագավորությունը ժառանգական արշակունիները ժառանգաբար չէին իշխելու, դատելով Պարթեվառոմեական համաձայնագրից ամեն հաջորդը պետք է նշանակվեր երկու պետությունների համաձայնությամբ, բայց բոլոր դեպքերում հիմքերը այնքան ամուր դրվեցին այս պետության, այնքան ճշգրիտ դրվեցին, այո, 4 դար այս թագավորությունը փայլատակեց եւ մեր պատմությանը բերեց այնպիսի նորություններ, այնպիսի գյուտեր, որոնք ոչ միայն ամրապնդեցին եւ հետագա դարերի համար հայոց պատմությանը լիցք հաղորդեցին, այլ նաեւ կերտեցին մեր հավաքական ազգային հայկական ինքնությունը։ Իրենք էլ արշակունիները դարձան այդ ինքնության մաս, լիարժեք մաս։ Այնպես որ Տրդատի գահակալմամբ Հայաստանում սկսեց նոր դարաշրջան, փառքի, հզորության եւ մշակութային թռիչքի դարաշրջան։ Հարգելի բարեկամներ, կրկին շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Տրդատ առաջինը հիրավի կամ ցավոք պետք է նշեմ, որ գրեթե մոռացված է, բայց սակայն այսօր ձեր օգնությամբ մեր հայրենակիցները, հատկապես մեր սիրելի երիտասարդները հաղորդակից դարձան եւ կարող են հպարտանալ, օրինակ վերցնել, որ թե Հռոմեայի ճակատամարտը եւ թե Հռոմ այցելությունը եւ թե պետականաշինության ոլորտում նրա պատգամները ունեցած կատարած մեծագործությունները այդ ամենով հպարտանան։ Հարգելի հեռուստադիտողներ, հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Տրդատ առաջին արշակունի, ամենայն հայոց թագավորին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։